Այսօր պատրաստելու ենք երկրորդ տեսակի ալյուրից սև հաց։ Նախապես արդեն մեր փխրեցուցիչը դրել ենք, պատրաստ է։ Դատարկում ենք կենտրոնում, ալյուրը նախապես մաղել եմ։ Բացի փխրեցուցիչը մեզ պետք է գալու մոտ 4 գտալ, ճաշի գտալ ձետ։ Նաև աղ։ Այս անգամ եւս մեր ձեռքերի օգնությամբ չենք խմորանելու, այսինքն ձեռքերով չենք հունցելու, այլ կրկին գտալով։ Շատ հեշտ, պարզապես ժամանակ առ ժամանակ խառնելու եք։ Ջուրը աստիճանաբար եք լցում, ինչու, որովհետև որպեսզի չստանաք պինդ խմոր, ես վերջում ցույց կտամ, թե ինչ խտությամբ պետք է խմորը ստանաք։ Ու նաև նկարագրության բաժնում բոլոր բաղադրիչները եւ իրենց քանակները կգրեմ, կարող եք ուշադիր լինել։ Տեսեք ինչպիսի խտության խմոր ենք ստացել։ Տեսեք, այն պետք չէ շատ ալյուրով հագեցնել։ Խմորը դնել տաք տեղ, կլինի արևոտ տեղ կամ ինչ-որ մի բանով կարող եք ծածկել։ Եվ մեզ ընդհանրապես մնալ է ժամանակ առ ժամանակ խմորը վրա բերել։ Իսկ ինչպես ենք դա անել, ցույց կտամ։ Ահա, տեսեք ինչպես է հասունացել։ Մի հատ էլ, հա, խմորը իրար վրա կբերենք, դրանից հետո արդեն գնդերի կվերածենք եւ կթխենք։ Հավաքեցինք իրար վրա, վերջ, մի փոքր էլ կմնա ու կավարտենք։ Թրջում ենք մեր ձեռքերը, աչքաչափով բաժանում ենք երկու մասի խմորը և գունդեր ենք պատրաստում, այսպես։ Վերջին թրջում ենք մեր ձեռքերը, որպեսզի խմորը չկպնի, քանի որ թույլ խմոր ենք անում։ Այսպես, տեսեք ինչ հաճելի խմոր եղել։ Վերջ։ Եվ ծածկելու ենք, որպեսզի կրկին մի փոքր բարձրանա։ Այս իդեպ, եթե որոշում եք սերմեր անել, այս փուլում արեք, երբ որ սպասելու եք հասունանան նորից ուռի, որ արդեն այսինքն վերջին էտապի ժամանակ։ Իմ մոտ կտավատի սերմեր են, սպիտակ եւ սև քունջուտի սերմեր են, դուք կարող եք տարբեր սերմեր օգտագործել, եւ դդմիկի սերմեր, եւ պիչիայի սերմեր, ինչը որ դուք սիրում եք կամ ձեր տանեցիները սիրում են։ Այդպես էլ վարվեք։ Մեր հացերը պատրաստ են, խնդրեմ։ Իսկ հիմա փորձենք կտրել։ Մյուս հացներ կտրենք։ Տակությունը դուրս է գալիս մեջից, նայեք, որ սառի ավելի լավ կարող եք կտրել, բայց տեսեք նույնիսկ տաք վիճակում, չեփված տեղ չկա, խնդրեմ, սա մյուս հացից։